հայրենիքը այս աղջիկա ամեն իրակ դիսեն մի միավոր ես թիմի որն է մեր հայրենիքը Հայաստան ապրես ինքն է առաջինը ձեռք բարձրացրել Հայաստանում որքան ես է ապրում այնտեղ 75,000 մոտավորապես շատ լավ մի հատ ձեզ եմ տալիս Լավ, ովքեր են համարվում ազգային փոքրամասնություն։ Մի վարկը, մատ իջացնում ենք։ Բայց առաջինի իշակը ձերքը գործս չի։ Ովքեր են համարվում ազգային փոքրամասնություններ։ Ում եք համարում ազգային փոքրամասնություն։ Լավ, եկեք ես շարքից սկսենք, որտեղ Այն ազգը, որ ապրում է մի երկրում, ու ինքը շատ է, համարյա շատ է, բայց այդ երկրի բնակիչների շատ չես համարում եք ասում։ Եզդիները համաձայն եք մեր եկերս կարծիքները, քան որ հավասար եք բարձրացել։ Եզդիները ապրում են Հայաստանում, հայից շատ չեն, բայց կոչվում են ազգային փոքրամասնություն։ Բայց ճիշտ է պատասխանում հարցին, իսկ դուք իր հետ համաձայն չեք, ես միավոր իրան եմ ասում։ Հաղթարա, երեխեք ազգային փոքրամասնություն են համարվում, հիմնական էթնիկ խմբի մարդ չկազմող, բայց մեծ թիվ ունեցող այդ երկրի պարտադիր մի հատ բառ եմ ասում, ես հիշեք, քաղաքացիները։ Հիմա եթե օրինակ այստեղ կան 1000 հոգի Բելարուսից, իրենք ազգային փոքրամասնություն չեն համարվի։ Ինչի, որովհետև իրենք Հայաստանի Հանրապետության ազգագիր չունեն։ Քաղաքացի չեն։ Մենք քաղաքացի ենք։ Ահա։ Եզիները, որոնք ունեն Հայաստանում կոչվող փոքրամասնություն են, որոնք չունեն պետականություն եւ ունեն Հայաստանի Հանրապետության անձնագրեր։ Ահա, երեխեք, այս այդ հարցել կա, դրա համար չեմ վերում օրինակը, բայց կարող է եւ պետություն ունենա, բայց էլի փոքրամասնություն համարվեն մեր երկրում։ Ահա, նշենք 5 ազգային փոքրամասնություն, մի վարկյան, իջացնում ենք։ Ուշադիր ենք լսում։ 5 ազգային փոքրամասնություն Հայաստանում, գրանցված ազգային փոքրամասնություն, ասա դու առաջինն ես։ Եզդիներ, հույներ, ասուրիներ, քրդեր ու Մտածի, նորից ասա։ Եզդիներ, ասուրիներ, հույներ, քրդեր ու ռուսներ։ Փոքրամասնությունը, կարծես ենք իրենց։ Ինչի։ Նախանձ դրա Բայց ինչի։ Լավ է, դա հաճախ ասում այդ բառը։ Չի Արմինոս։ Պետք է երեխեք ջահել ենք, դեր ջահել ենք։ Ինչի մասի։ Երեխեք, ուշադիր եք լսում հարցս, նոր եք ձեռք բարձրացնում։ Իրավունքի ու պարտականության ոլորտում ինչ տարբերություններ կան եզդիների ու Հայաստանում ապրող հայերի միջև։ Օրինակ եզդիներ սահմանափակվում է սովորել մինչև 9-րդ դասարանից ներքև ոչ վերև, իսկ հայերը կարող են գնալ համալսարան սովորել եւ տարբեր քոլեջներ ավարտել։ Մի վարկյան, չեն տեղից չեն խոսում, բայց լսեմ, արդար լինի։ Այս կարծիք կա, ասա, վրա բարի ինքերդ ասի հետո դու, հա։ Հա, բայց ըստ ցանկությանը։ Եթե օրինակ եզիներն էլ ցանկանան, իրանք էլ կարող են գնալ եւ սովորել։ Եզդիները Հայաստանում հայերի հավասար ունեն իրավունքներ։ Հետո մարդու ցանկություն Քեզ են տալիս ես միավորը, որովհետև երեխեք հիշում եք այն կապույտ անձնագրի բառը, որ ասեցի։ Այդ անձնագիրը նշանակում է, որ անկախ մեր ազգային պատկանելությունից մենք բոլորս այդ անձնագիր ունենք թե հավասար իրավունքներ, թե հավասար պարտականություններ։ Ո՞րն է եզդիների կրոնը։ Ես եմ առաջին։ Առաջին է։ Ապրես։ Լավ, հիմա ուշադիր, նայել նորա, դուք էլ կասեք։ Կանաչ թերքից չես տալիս։ Տվեցի, հա։ Որն են այն 3 խմբերը, որոնցով տարբերվում են եզդիները։ Ես եմ առաջին։
Չէ, դաղալ չէ։ Դե չէ դաղալ, Արինայի դաղալ։ Լավ։ Հստակ եք լսում հարցը։ Նշեք 3 տոն, որ տոնում են եզդիները։ Ես արդեն ձեռը բացեցի։ Ով էր առաջինը։ Ես արդեն բացեցի, մենք ենք։ Լավ, եկեք ամեն մեկը թող մի տոն ասի, բոլորին կանաչ տունը կտամ։ Ասա, մի հատ նեբի։ Ահա, դու ասա։ Էզիդ։ Սրտան Էզիդի տոնը։ Ահա։ Դուք ունեք երեխեք, դուք մի հատ ասեք։ Ուր են ձեր կանաչ թուղթը։ Իրանք ոչ մի հարցի չեն Այ, դուք Ես մի հատ էլ ասեմ։ Ես մի հատ էլ ասեմ։ Մի հատ էլ Ահա, եկեք մի հատ էլ իրացնամ, ձեզ տվեցի, չէր մի հատ։ Չէ։ Եզդիների նոր տարին։ Եզդիների նոր տարին։ Եզդիների նոր տարին։ Բոլորին տվեցի, չէ, մի հատ ձեզ եմ տալի։ Տվեցի մի հատ։ Ես մի հատ էլ գիտեմ ասեմ։ Մի հատ էլ ասեմ։ Մի վարշան, մեր ընկերացման դրություն, ասա։ Եզդիների նոր տարին, համեր հայերի նոր տարին էլ է նշում այդ երկուսն։ Ահա, բայց ազգային տոն, համընթանում։ Չէ, եզդիներին դե բոլոր եզդիների Ամեն դեպքում տվեցի, չէ՞ ձեզ։ Չէ, էսի Սուլթան Եզիդի համար։ Հա, չէ, բայց Եկին մի։ Ուզում եք հաղթել։ Երբ է եզդիներ նշում նոր տարին։ Ես ասեմ, առաջին ես Չէ, Այո։ Երեխեք, որ այս հարցերից մի վարքյան, այս հարցերը նաև նրա համար է, որ ես ձեզ ճիշտ պատասխաններ կարողանամ տալ։ Հիմա մեր ընկերացման Մարտին։ Ինչ տոն է, ոնց է կոչվում։ Ես ասեմ, Քեզ էլ լսեմ։ մարտի 15 կլոչ ենք սարքում, իսկ ամսի 25-ից մենք Գարնան գալուս է եզդիների նոր տարին։ Առաջ ինքը բայց չասես Բայց իսա լասել, իսա լասել, եթե մեկը լրացնի, չէ, եթե մեկը լրացնի, իրար էլ գտամ։ Ես եմ Ախր էդ մեր էլ է, ես դիքեր է ժամանակ։ Ես իրան լրացն արեցի։ Լավ, չէ, երեխեք, եթե մեկը լրացեց մեր ընկերոջը, իրան էլ եմ թուղթ տալու։ Ահա։ Չէ, ես լրացում արեցի թողում եմ։ Չէ, դու լրացում չես արել, դու ուղղակի մի բանի ուրիշ տարբերակ։ Լավ, երեխեք, եկեք այս հարցը հիշեք, հեսա որ ավարտենք կպատասխանեմ այս հարցին, որովհետև այսօր այս հարցի հետ կապված այս իսկան մեկնաբանություն եմ լսել։ Կասեմ, հեսա ավարտենք։ Երեխեք ուշադիր բարդ հարց եմ տալի, կմտածեք նոր։ Դուք էլ կօգնեք էլ մեր առաջինները։ Չէ, իջացնում ենք, չկա տենց բան։ Բանա եզդիների լեզուն։ Ժողովուրդ, ասա։ Ես ասում։ Լեզուն։ Առաջինի ես եմ ձեր Խանգարում եք։ Ես եմ առաջին։ Ես եմ Ինչ անենք։ Ես եմ առաջինի ձեր հարցը։ Հիմնականում խոսում ենք քրդերեն, գուրմանջի։ Ես ասեմ, հենց իրանական լեզվանտանիքն է պատկանում, հենց իրանական, եզդիերենը, Լավ, երեխեք, հաշտ այս բան կա։ Քրդերը, մենք շատ ման լեզուն ենք։ Քրդերը կասեն քրդեր են, կասեն ուրիշ բան։ Մենք եզդ ենք, մենք պետք է մեր լեզուն կոչենք եզդեր են։ Այս հիշենք էլի միշտ։ Մեր լեզուն կոչում ենք եզդեր են։ Հենց ուրիշ բան ասենք, մենք մեր լեզուն կորցնել ենք, լավ։ Եզդեր են խոսում։ Մի հատ էլ եմ բարդ հարց տալիս։ Բայց դի բարձ չէ։ Սա շատ իմ համար է բարդ երեխեք չան։ Որտեղ է գտնվում եզդիների գլխավոր սրբավայրը։ Ինքն է։ Նայեք, Իրաքում։ Զավշան Ուրանի։
Ահա։ Աղլիճու։ Չէ, աղլիճու ուրիշ բան է։ Շենգալ լարշմա։ Լարշի Եղել յախմա։ ես։ Այստեղ եղել ես։ Լավ, եւ վերջին հարցն եմ տալիս։ Էլի ուշադիր, երեխեք, թերի պատասխանը ճիշտ չի ընդունվում։ Ուշադիր լսում եք ու ամբողջական պատասխան եք տալիս։ Ովքեր են այն երկու ռազմաքաղաքական գործիչները, ովքեր Հայաստանի պատմության մեջ դերակատարում են ունեցել։ Մեկի գարաժինը դեր մարսկասվի։ Եվ Կոմիտասը։ լավ, մի վարքյան։ Ես ասելու եմ ձեր բարձրացրեք, բայց քան որ տեղից գոռացել եք, միավորը իրանց եմ տալիս։ Oh my god։ Հիմա ինձ ով ինչքան նորից դուք մի վարքյան, ով ինչքան դուք ինչքան երեք հատ Ես արդար եմ, անկեղծ արդար եմ, ես ոչ քեզ եմ ճանաչում, ոչ Ալինային արդար եմ։ Լավ, ինչ անենք, երեխեք, բայց ես մի հատ էին բերել ու 4 հատ եմ բերել, որ կիսամ իրար հետ կկարդա։ Հա? Չէ? Ինչ անենք։ Մի հատ է։ Լավ, հեսա մի հատ հարց եմ տալի, ով պատասխանը թուրքերի իրանց թմին են։ Ում աննվիրված Սրքանեզի տոնը։ Մի վարկան, պիտի ասեք, թե ով է այդ մարդը, ում աննվիրված։ Եվ եկի կերտի տարբերակն են լսենք, հետո վերջում քեզ ձեզ ում աննվիրված։ Սուզան Հեզիդին, որը խորհրդանշում է եզիների սրներից մեկն է։ Դուք ինչ կարծիք ունեք։ Ով է Սրքանեզիդը։ Միզե չոլով։ Մի կարել երեխեք տենց բան Ահա։ Ես հատա որ չգիտեք։ Լավ, հələ մի հատ դստում եք, դրամաբանում եք։ Ով է Սրքանեզիդը։ Եկեք ժողով, եզիդի եք, չէ։ Իրա անունով եք։ Իրա անունից է գալիս դերի եզիդը։ Պարտադիր պիտի իմանաք։ Ասենք ոնց ես քրիստոնյա եմ, Իսուս Քրիստոսի անունը գիտեմ խի բացատրեմ, պատմեմ, ես իմանակ եմ Սրքանեզիդը։ Եթե իմացնեք անպայման գետակ կճշտեք դերմետերի, շեխերի անպայման գետակ։ Հայաստան չէ, եզդիները սկիզբ են առել Սրքանեզիդից, արևը սիմվոլ է։ Լավ, երկրորդ հարցն եմ տարի, չէ ուրեմն գիրքը կիսելու եմ, այդ խմբերի մեջ չորոշեք։ Ով է Շիխադին։ Գիտես։ Ով է Շիխադին։ Շամս։ Մեր 7-10-ից ես մեկը։ 7-10-ից մեջ։ Մի ատվածում։ Երեխեք Շիխադին են մարդն է, ով կրոնական մեծ բարեփոխումներ է կատարել մեր կրոնում, իրան առաքյան են համարել եւ Շիխադի դամբարանը այսօր գտնվում է Լալեշում։ Եթե Լալեշ գնալու հնարավորություն ունենաք, կտեսնեք նաեւ Շիխադի դամբարանը։ Կարեք մի հատ հաստատ։ Բայց հեշտ։ Չի, ես կարթա։ Չի։ Արդեն սովաց չէ։ Աշխարհում ամենամեծ եզդիական տաճարը։ Այդ գիտեմ։ Իրաքում գտնում։ Իրաքում ինչքան եզդի է։ Շենքալը։ Աշխարհում ինչքան եզդի է։
Սև ոչխարի միսնա համուրդ է սպիտը։ Սևի, մի հատ հայտնի կին եզդի գործի չեք ասում, ապսում եք։ Չեմ լսում, երեխեք, չեմ լսում, չէ, իզիզա։ Չէ, կին գործիչ ով մեծ տերակատ, ոչ թե ասենք ես Երկին հայտնի։ Չէ, կին գործիչ շատ հայտնի ես Թերեզա Ամրյան։ Շնորհակալ եմ։ Լավ, երեխեք, Թերեզային շատ սիրում եմ, Թերեզան իսկապես շատ հրաշալի մասնագետ արժանի է, որ իրեն հիշենք որպես այսպես շատ հրաշալի եզդիկի, բայց եկեք երկու կնոջ մասին էլ ես պատմեմ, որ դուք ասեցիք, չէ, ու գրքերը տամինանց, բայց մի պայմանով, որ կախած ձեր ընկերներն էլ փոխանցեք։ Համաձայն եք։ Լավ։ Ուրեմն մի եզդիկին, լսում եք, որ ինձ համար օրինակ ես որ իմաց այդպիսի կին ա եղել, շատ այսպես զարմանքեր, Մայան Խաչունը Իրաքում ա եղել, Միրի տատիկն ա եղել, ու ինքը այնպես ա ստացել Միրերին, եզդի Միրերի տղամարդկանց սպանել են, ու 3 սերունդի համար, մինչև այդ 3 սերունդը կմեծանային 4 կետի կասնենք, այդ կինը մեր ազգը ղեկավարել է, ինչ-որ ժամանակաշրջան։ Եվ երկրորդ կինը, ումով ես հիանում եմ, այդ Նադյա Մուրադն է, վստահ եմ լսած կլինեք, կամ եթե չեք լսել, խորհուրդ կտամ ուսումնասիրել, որովհետև Նադյա Մուրադի եզդի կինն է Իրաքից, ով այսօր գերտերությունների, օրինակ ԱՄՆ-ի նախագահի հետ է հանդիպել, Ֆրանսիայի նախագահի հետ, տարբեր երկրների, այդպես պաշտոնյաների հետ հանդիպում է ու եզդի մարդկանց, Իրաքում ապրող եզդի մարդկանց մասին պատմում է։ Մի խոսքով շատ ձեր գլուխը ցավացնեմ, պատահական եմ գրքեր ընտրել եմ միտումնավոր ընտրել եմ բարակ ինչ-որ բաներ, որ կարողանաք կարդալ։ Այս գրքից երկու հատ է, մի հատ էլ ինձ համար եմ առել, որովհետև շատ հետաքրքիր էր մեկնաբանությունը, ես էլ եմ գնալու կարդալու, մեկ գիրք ունեմ ավարտեմ, հաջորդը ես եմ կարդալու։ Վերջ, այստեղ մեկ էլ Վարդգես Պետրոսյանից է երկու բան, հուսամ կկարդաք, հուսամ հետաքրքիր կլինի, եթե հետաքրքիր կլինի, շնորհակալ կլինեմ, եթե կարծիքներով կիսվեք։ Հետաքրքիր է։ Նրա շատ բաներ պատմեմ ու անցնեմ, երեխեք ջան, որովհետև ես խալ եք մեկնաբանում, տեսեք, երբ որ եզդիները եկել են Թուրքիա, հետո եկել են Հայաստան, նոր տարին ոնց են նշել։ Նշել են կլոչ ասել ես ալե պատրաստելով, հա, քո ասած մարտ ամսվան պատրաստել են կլոչը ու այդ նոր տարվա խորհուրդն ա ունեցել։ Վերջին տարիներին, երբ որ մենք սկսեցինք Իրաքի հետ մեր կապը ամրացնել, մենք սկսեցինք Չաշեմա սորը նշել նաև։ Երկուսն էլ տարեսկզբի բովանդակություն եւ նշանակություն ունի։ Ուղղակի օրինակ Իրաքի եզդիները կլոչ ասել ես ալե չեն թվում, բայց մենք Չաշեմա սորը որպես նոր տարի սկսել ենք նշել։ Մենք նաև ավելի շատ ոչ թե Իրաքում